Այդ երեխեքը սադրանքի զոհ են։ Դա սադրանքը 100%-անոց։ Ուրիշ տարբերակ լինել չի կարող։ Սկզբից մինչև վերջ կազմակերպած դա թատրոն է։ Ինչպես Ծաղկազարդի տոնը ճակատագրական ավարտ ունեցավ 18-ամյա դպրոցական եղբայրների համար։ Մարդը գալիս է Ծաղկազարդ նշելու, վերջում հայտնում է քննչական կոմիտեում։ Ծիծաղելի ասեմ, ողբերգական ասեմ։ Փաշինյանը որտեղ ոտք է դնում, այնտեղ մի վատ բան է պատահում, ասում է Սուրբ Աննա աղոթքի եկած այս կինը։ Նա եւ շատ ուրիշ հավատացյալներ վստահ են, եթե թիկնապահներով շրջապատված անվախ ղեկավարը եկեղեցի չմտներ, չէր լինի այն, ինչ եղավ։ Իր հետ արդեն ամեն ինչ պարզ է։ Վարչապետը ինչ անում է, սադրելու համար անում։ Նա ուր որ գնում է, պետք է սադրի, հրահրի, արյուն թափի։ Իր սիրտը է ուզում։ Դա մի խայտարակություն էր իհարկե։ Այդ անձնավորությունը չպետք է գար, չպետք է այսպես ասած այդ պրովոկացիան ստեղծեր։ Այդ ինչ են արի այդ երեխաները, որ դրանց բռնել են։ Մեր պատիվն է գցում էլի ամբողջ աշխարհով, այսպես ասած կարող եմ ասեմ։ Դա Աստված, որ 2 ամիս հետո ինքը չլինի, դա եմ ցանկանում։ Ինքը դա մի թուրիմացիան է, ահավոր ձևի, որը ազգին այսպեսի վիճակ գցեց։ Կարծիքը նա է, որ սխալ է դա։ Ինքն ու եկեղեցին դրանք սարերի ու ձորերի, երկնքի եւ երկրի տարբերություններ են։ Ինքը եկեղեցի գնում է միայն այդ սատանայական նպատակները իրագործելու համար։ Միջադեպի ականատեսը մանրամասներ է պատմում առանց ներկայանալու։ Կիրակի առավոտյան աղոթքը անսպասելի աղաղակի է վերածվել, երբ վարչապետի թիկնապահները աղոթավոր ժողովրդին հրմշտելով միջանցք են բացել Փաշինյանի համար։ Մարդիկ զայրացել են աղոթական միջավայրը խաթարելու այդ քայլից։ Տեսանք, որ ժողովուրդը սկսեց միանգամից աղաղակել, գոր կռալ։ Ես մենակ լսեցի, որ դավաճան դուրս արի, տենց բառեր էին ասում։ Վայրկյանական ավելացել են ոստիկանները, երբ Փաշինյանի առաջ ճանապարհ բացելու համար հրաժարվել է տեղաշարժվել երկվորյակ եղբայրներից մեկը։ Ոստիկանական ավելի մեծ խումբ մտավ ներս ավտոբուսով, արդեն գվարդիա էր գրած վրան։ Ականատեսի խոսքով իրավապահները ֆիքսել են տղաներին ու դրսում անմարդկային հաշվեհարդար տեսել, հատկապես Դավիթի նկատմամբ, որը իրարանցման պահին իր առողջական խնդրի պատճառով անկանոն շարժում էր արել Փաշինյանի ուղղությամբ։ Խնդիրներով հիվանդ տղան միգուցե անկանոն շարժում արե, ոչ թե ուզեցել է խփի։ Եթե ուզենար խփել, նա հենց կոնկրետ հատուկ նպատակով կհարձակվեր վրան։ Նա ուղղակի խնդիր է ունեցել ու իր եղբայրը ինչ որ ուզեցել է պաշտպանի, իր եղբորն էլ են ինչ որ այնտեղ վատ բաներ ասել, թե հրել են, կարող է նույնիսկ չէր գիտակցել, թե ով է այնտեղով անցնում գնում գալ, չի գիտակցել։ Ոչ միայն քաշքշելով տանմեն, այլ նաև գլուխները այսենց չեմ ուզում ժողովրդի փողոցային բառերով ասեմ, չոքեչոք տարան այդ տղաներին։ Ու նույնիսկ հաշվի չառեն, որ առողջական խնդիր ունի, նույնիսկ հաշվի չառեն, որ մայրը նստած լաց է լինում։ Ականատեսը լսել է իշխանական թեզերը, թե տղաները եկեղեցի են գնացել հատուկ առաքելությամբ խափանել Փաշինյանի այցը։ Պնդում է, դրանք կեղծ լուրեր են։ Տղաները ամեն կիրակի ընտանիքով եկեղեցի են գնում պատարագի։ Հավատացյալ, շատ միշտ աղոթագրքերը ձեռքներին, նաև այստեղ են ապրում, ինչքան գիտեմ, շուշուտ գայս են իրանց ընտանիքն է հավատքով, մայրը, բոլորը տեսնողն ու գիտեմ, որ շատ պարտաճանան, շատ խելացի, բարի ու լավ երեխեք են իրանք։ Կիրակի Սուրբ Աննայում աղոթելիս է եղել նաև Հովհաննեսը, Փաշինյանին նկատելուն պես հեռացել է, շարից փորձանքից հեռու։ Այդ ժամանակ, երբ դե ֆակտո վարչապետը եւ իր խումբը մտան եկեղեցի, մի քիչ տարբեր տրամադրություններ սկսեցին, ամեն դեպքում ոչ մեկ տեղյակ չէր դրա մասին, մի մասը դուրս եկան, մի մասը մնացին, երբ որ ես տեսա, որ իրենք այստեղ են, չուզեցի ուղղակի գտնվել այստեղ, քանի որ արդեն գիտեի իրենց այդ քարոզարշավի եւ ֆորմատը եւ այդ ամեն ինչը, դրա համար միանգամից դուրս եկա, Սուրբ Զորավոր եկեղեցի գնացի, նույնիսկ մի բառ փոխանակելու կամ այդ մարդկանց տեսնելու ցանկություն ուղղակի չկա։ Հովհաննեսը հասակակից եղբայրների մասնակցությամբ աղմկոտ պատմության մասին հետո համացանցից է իմացել ու տեսանյութերից էլ ըստ նրա պարզ է, որ Դավիթի շարժումը հարված չէ, նման է խուճապի նոպայի։ Իրավապահ մամինները ամեն դեպքում հասկանային ինչից եղավ այդ խնդիրը, ոչ թե այդ ձևով եկեղեցու բակում հրելով, քաշկրտելով, ճանկռելով դուրս անեն տղաներին։
շատ այդ աղմուկը, աղաղակը ուղղակի մեն միջադեպը չէր, որ պետք է տեղ ունենար եկեղեցու մեջ։ Բայց արդեն ոչինչ չի զարմացնում մարդկանց։ Ասում են Փաշինյանը սովորական է դարձրել անգամ ամենաանթույլատրելին։ Պատարակներ կխափանվեն, սրբավայրում դպրոցականների գետնին կտապալեն ու դեռ ինչեր կարող են լինել, որ մեր մտքով էլ չի անցնում։ Խաթարի պատարակը չի կարելի, դա որտեղ է ասված։ Հերիք չի էջմիածին ամեն ինչ խառնեցին իրար, մի հատ էլ անցան Երևանի եկեղեցիներին։ Եթե ինքը վերընտրվի Աստված չանի, իմացեք, որ մի օր ինքը բուլդոզերներով եկեղեցիները քանդել կտա, կսկսի մայրտաճարից։ Լիլիթ Խալաթյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։